Գործադիրման նիստում քննարկվեցին ներկուսակցական, ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես կուսակցության նախագահը ներկայացրեց Վիեննայի հանդիպման արդյունքները, ինչպես արդեն տեղյակ եք, այդ հանդիպումը հայկական կողմը գնահատում է նորմալ, դրական, որովհետև վերսկսվեցին բանակցությունները եւ հայկական կողմը որպես խաղաղ բանակցությունների կողմնակից, որպես խաղաղ բանակցությունը որպես միակ կարգավորման միջոց դիտարկող կողմ, դրական է գնահատում, որ բանակցությունները վերսկսվեցին եւ այդ իմաստով եւս մեկ անգամ պետք է վերահաստատենք, որ բանակցելը շատ ավելի լավ է, քան չբանակցելը։ Եթե այլ հարցեր կունենաք, սիրով կպատասխանեմ։ Համեցեք։ Պարոն Շահմազյան, այդ օրերն զարգացնել որ հանդիպում անցել է նորմալ, սակայն հակառակը այնուամենայնիվ չեն բացում, ինչ ասել է նորմալ, ինչ ակնկալի հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցով ինչ ակնկալի։ Ես ափսոսում եմ, որ դուք իմ հայտարարությունը ուշադիր չլսեցիք, միգուցե ուշ ժամ է արդեն հոգնել եք։ Ես ասեցի, որ նորմալ ի նկատի ունենք բանակցությունների վերսկսում։ Երբ որ բանակցությունները վերսկսվում են, նշանակում է, որ խաղաղ կարգավորման ջանքերը իզուր չեն հասնում։ Եվ երբ որ կողմերից մեկը, որը գրեթե 2 տարի խոսել է ռազմական հռետորաբանության լեզվով, վերադառնում է բանակցությունների սեղան, սա հույս է ներշնչում, որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն, որովհետև հայկական կողմերը, թե Հայաստանի Հանրապետությունը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա միայն ու միայն խաղաղ կարգավորում։ Այլ լուծումներ ընդունելի չեն ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջնորդ երկրների համար։ Եվ հաշվի առնելով հենց այս հանգամանքը, մենք այս հանդիպումը գնահատում ենք դրական։ Պարոն Շահմազյանը այսօր Մոսկվայում հայտարարեց, որ Մոսկվան պետք է համատեղ քայլեր ձեռնարկի Ղարաբաղի կարգավորման տարածաշրջանային երկրները պետք է շահագրգռված լինեն, որպեսզի Հարավային Կովկասում լինի խաղաղություն եւ խաղաղությունը հաստատվի, բայց այստեղ անելիք ունի նաեւ Թուրքիան։ Թուրքիան նախ եւ առաջ պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը։ Թուրքիան նախ եւ առաջ պետք է դադարեցնի միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում եւ երրորդը չպետք է խառնվի խնդրի կարգավորմանը։ Այս 3 պայմանների դեպքում կարծում եմ Թուրքիան օգնած կլինի խաղաղ կարգավորման զարգացման ուղղությամբ։ Պարոն Շահմազյան, Վիլնյուսի հետ կապված այսօր արտգործնախարարն ասել է, որ ամեն ինչ արդեն պարզ է, ուրեմն արդեն որոշվել է այսօր նիստում թե խոսակցությունից թե ովքեր են լինելու կազմում եւ արդյոք նախագահն է լինելու։ Կարծում եմ արտգործնախարարը ժամանակի ընթացքում արտգործնախարարությունը գտան հավելյալ եւ լիարժեք տեղեկատվություն եւ ես պարոն Նալբանդյանի հայտարարությանը ավելացնելու բան չունեմ։ Ամեն դեպքում կազմի հարց այսօր չի։ Ամեն դեպքում ես պատասխանեցի ձեր հարցին։ Դա իսկ Պուտինի այցեր բողոքի ակցիաները նախատեսվում են երբ դեպի Կուսակցությունը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի թիվ 1 ռազմավարական դաշնակիցն է։ Եվ մենք, որպես Հայաստանի Հանրապետության իշխող քաղաքական ուժ, շահագրգռված ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան, թե հումանիտար, թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական, թե մշակութային ոլորտներում։ Եվ ես կարծում եմ, որ այդ հետաքրքրությունը երկուստեք է, թե հայկական եւ թե ռուսական կողմերից։ Ամեն դրական բացասական Ես ձեր հարցին պատասխանեցի։ Մեր մոտ ժամանում է մեր դաշնակից երկրի նախագահը։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները զարգանան։ Մենք ունենք մեկ դաշնակից, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Ունենք բազմաթիվ գործընկերներ, ունենք բազմաթիվ բարեկամներ, բայց մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ մենք պետք է շարունակենք այդ դաշնակցային հարաբերությունների զարգացումը եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահի սպասվելիք այցից հետո այդ հարաբերությունները կդրվեն ել ավելի բարձր մակարդակի վրա։ Իշա մեր երկու Ես չեմ այն գործիչը, որ պետք է հայտարարեմ Ռուսաստանի նախագահի այցելության ժամկետների վերաբերյալ։
Պարոն Շարմազյանը, ուսումնասիրել այսօր ելին տարբեր քաղաքացիների վերլուծաբանների կողմից տեսակետներ հնչում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանը Պուտինի աչքերի սիրուն երևա եւ հարմարեցնում է նրա ճաշակին Հայաստանի ինչպես կներկայացնում։ Ես կոռեկտ չեմ համարում ոչ այդ կարծիքները, ոչ մեկնաբանությունները, ոչ էլ ձեր հարցադրումը։ Այս օրենսգիրը ներդրել կենսաթոշակային համակարգի հետ կապված։ Ինչ կրկնեք չլսեցի պալակ խանգարեց։ Ցույցեր են տևել, որ կայացնել կենսաթոշակային համակարգի հետ կապված։ Ինքնին ինչպես է վերաբերում եւ հնարավոր է համակարգը չձերծվի։ Նախ ցույցերին, օրինական բողոքներին, քաղաքական բազմակարծությանը շատ դրական են վերաբերում, որովհետեւ մենք ժողովրդավարական երկիր ենք եւ ցանկացած ցանկացած ժողովրդավարական երկրում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում հասարակության մի մասը իրավունք ունի եւ բոլորը իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնելու օրենքի սահմաններում։ Մեկը դա խաղաղ ցույցերով է իրականացնում, մյուսը մամուլի ասուլիսներով, մյուսը մեկ ուրիշը հացադուլով կամ գործադուլով։ Դրանք օրենքով սահմանված եւ ընդունված բողոքի ակցիաների ձևեր են, որոնց ես շատ հանգիստ են վերաբերում, կարող է համամիտ լինեմ, կարող է չէ, դա հարցի երկրորդ կողմն է, բայց այն, որ մեզ համար ընդունելի է օրինական պայքարի բոլոր ձևերը, սա փաստ է։ Բայց ինչ վերաբերում է ձեր նշած կൂട്ടակային կենսաթոշակների այդ օրենքին, որը քննարկվել է տարիներ շարունակ բոլոր քաղաքական ուժերի հետ եւ առաջին հերթին նաեւ պարլամենտում, փաստ այն է, որ այդ քննարկումների արդյունքում ընդունվել է օրենք։ Եվ այդ օրենքը պետք է մտնի կիրառության մեջ։ Շատերն ասում են ընդդիմությունը դեմ է կամ հասարակության մի հատվածը դեմ է։ Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, որպեսզի իշխանությունը իրականացնի ընդդիմության ծրագրերը, նման բան չի լինում։ Մի ձև կա ընտրություններում հասնել առավելագույն քանակի ձայների։ Կա իշխող կոալիցիա, որը 2012 թվականին պարլամենտական ընտրությունների ժամանակ ստացել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության քվեն։ Այդ քվեն նշանակում է վստահության մանդատ։ Այդ քվեն նշանակում է, որ իմ հասարակության մեծամասնությունը ինձ պատվիրում է իրականացնել իմ կառավարության քաղաքականությունը առաջիկա 5 տարիների ընթացքում։ Եվ ընդդիմությանը թեմանը մեկ խորհուրդ պետք է տամ։ Ես շատ եմ հարգում իրենց կարծիքները, կարծիք արտահայտելու իրավունքը, բողոքները, բայց կարծում եմ նրանք պետք է սպասեն 2017 թվականին։